Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, այսօր ձեզ համար բերել ենք նեղ մասնագիտական մի թեմա, խոսելու ենք անոթային վիրաբուժությունից, մասնավորապես ստորին վերջույթների արյան շրջանառության խանգարումներով պայմանավորված հիվանդություններից։ Այդ կապակցությամբ տաղավարում հյուրընկալել ենք բժիշկ անոթային վիրաբույժ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, Անոթային եւ ռենտգեն էնդովասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատու անոթային վիրաբուժության գծով բժիշկ Արգիշտի Արոյանին։ Առողջ առավոտ բժիշկ Արոյան, առողջ առավոտ բժիշկ Ամիրյան, հուսամ երկուստ էլ լավ եք։ Շատ լավ։ Մենք բարի լույս խոսույթը արդեն վաղուց է ամիսներ է, ինչ փոխակերպել ենք առողջ առավոտի, որ մաղթանքով եւ հույսով որ մեր առավոտները առողջ կսկսվեն։ Ես թվարկեցի ձեր բոլոր այն ոլորտները եւ ուղղությունները, որոնցում ներգրաված ենք, բայց փորձենք առաջին հարցով անդրադառնալ, թե ինչ է ընդհանրապես, ինչ մասնաբաժին են կազմում ստորին վերջույթների արյան շրջանառության խանգարումները եւ դրանց բարդությունները ձեր մասնագիտության մեջ։ Մենք պետք է առանձնացնենք արյան շրջանառության խանգարումները, երակային պաթոլոգիաները եւ զարգերակային պաթոլոգիաներից։ Երկուսն էլ բավականին տոկոսը բարձրացել է պայմանավորված երակային պաթոլոգիաների ուրբանիզացիայի հետ կապված եւ պայմանավորված այն մասնագիտություններով, որոնք պահանջում են երկար ժամանակ նստելով քիչ շարժումներ պահանջող մասնագիտություններով, իսկ զարգերակային պաթոլոգիաները միջին կյանքի տևողության երկարացման հետևանքով նորից շատացել է։ Բժիշկ Արոյան, եկեք առանձնացնենք եւ ամեն մի պաթոլոգիկ խնդիրների վերաբերյալ փորձենք ավելի մանրամասն խոսենք երակային խնդիրների մասին, ինչ երակային խնդիրներ կան ստորին վերջույթների պարագայում եւ որոնք են այն գործոնները հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են այդ խնդիրների առաջացմանը։ Երակային պաթոլոգիաները քաղաքացիները ավելի հաճախ դիմում են ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության կապակցությամբ։ Մենք վարիկոզ հիվանդությունը տարբերակում ենք 6 աստիճանի, դասակարգում ենք, բնականաբար ավելի զգալի մասը առաջին եւ երկրորդ աստիճանի վարիկոզ հիվանդությամբ են տառապում, նորից ասեմ, հիմնական պատճառը նստակյացությունն է եւ ուրբանիզացիան է, քիչ շարժելը, քիչ քայլելը, ավելորդ քաշը, որը նորից մեր դարի խնդիրներից մեկն է, եւ նաեւ հղիությունը մեծ դեր է խաղում վարիկոզ հիվանդության զարգացման մեջ։ Իսկ զարգերակային հիվանդություններից զարգերակային հիվանդությունները ավելի հաճախ հանդիպում են այն ծխող մարդկանց մոտ եւ սննդային ոչ լավ ռացիոն օգտագործելու հետևանքով։ Բնականաբար տոկոսային առումով բարձրացել է պայմանավորված կյանքի միջին տևողության երկարանալու պատճառով։ Օրինակ տարիներ առաջ մենք հաճախ լսում ենք սրտի սուր ինֆարկտից մարդիկ մահանում են, իսկ մեր օրերին սրտի սուր ինֆարկտից շատ հազվադեպ մարդիկ են մահանում, պայմանավորված սրտային հիվանդությունների մենեջմենտի զարգացման, ծառայությունների տարածման եւ հասանելիությունով, հետեւաբար կյանքի միջին տևողությունը երկարում է եւ ավելի մեծ տրամագծի անոթները սկսում են ախտահարվել, բերելով արդեն պերիֆերիկ զարգերակային խնդիրների։ Բժիշկ Արոյան, խոսենք մի քիչ վարիկոզ հիվանդության մասին, քանի որ ամեն քայլափոխի լսում են բուժառուները եւս հատկապես այն մասնագիտության դերանձինք, որ նշեցիք, որոնք որ ստատիկ վիճակում են գտնվում հիմնականում, կարող ենք ասել նաեւ մենք վիրաբույժներս եւս այդ խնդրի առաջ միշտ բախվում ենք, այլ ո՞րն է բուժման տարբերակը վարիկոզ հիվանդության պարագայում, որովհետեւ բուժառուների մի մաս կա հայկական իրականության մեջ, երբ որ էլաստիկ, հա, այդ կոմպրեսիոն շուլքիների հագնելու հետ կապված, ոչ ճիշտ հետևողականության հետ կապված, այլ որ պարագայում անցնել վիրահատական միջամտության եւ որ պարագայում կարելի է ինչ որ չափով նվազեցնել։
Ցավոք սրտի վարիկոզ հիվանդության հստակ բուժում առ այսօր մենք չունենք, ավելի ճիշտ է վարիկոզ հիվանդությունը կանխարգելել։ Դե բնականաբար բժշկության մեջ շատ հաճախ մենք նշում ենք ժառանգական նախատրամադրվածությունը, դա այն պատճառներից են, որոնք մեր կողմից կառավարելի չեն։ Իսկ ավելի կառավարելի ռիսկերն են նստակյացությունն է, այսինքն խորհուրդ է տրվում ավելի ակտիվ լինեն մարդկանց եւ ավելորդ քաշը, պետք է փորձել ավելորդ քաշից ազատվել։ Հստակ ուղեցույցային տարբեր երկրներում, զարգացած երկրներում ուղեցույցերը շատ տարբեր են, բայց հստակ ուղեցույցային դեղորայքային բուժում առ այսօր վարիկոզ հիվանդությանը չկա։ Բոլոր մակարդակները ունեն իրենց բուժումները, բայց ոչ դեղորայքային կոնսերվատիվ, այլ միջամտական բուժումներ են։ Ենթադրենք մենք եթե առանձնացնենք աստիճանները, առաջին եւ երկրորդ աստիճանի դեպքում մենք ունենում ենք աստղիկներ կամ ինչ-որ կողմնակի ճյուղեր, որոնք լայնացած են, որոնք շատ հնարավոր է շատ հեշտությամբ ապավինել սկլերոթերապիային կամ լազերային այրման այդ երակների, որը այդ բուժման նպատակը ավելի շատ կոսմետիկ նշանակություն ունի, քան բուժական։ Դրանից հետո երրորդ փուլից հետո միջամտությունները միայն վիրահատական են կամ բաց վիրահատական մեթոդներ կամ փակ վիրահատական մեթոդներ, որոնք ընդունված են երկու տարբերակն են աշխարհի բոլոր երկրներում, փակը հիմնականը լազերն է, այդպես կոչված ավելի հարավաճելի լազերը։ Մենք խոսեցինք էտիոլոգիայից, պատճառած ակում, ռիսկի գործոններ եւ մի պահ էլ թռիչքաձև անցանք բուժմանը, բայց այնուհանդերձ եկեք խոսենք մի պահ ախտորոշումից եւ արդյոք կա այսօր նախ արձանագրենք ախտորոշման հիմնական մեթոդները, մոտեցումները եւ արդյոք ունենք խնդիրներ, սահմանափակումներ որևէ անոթային պաթոլոգիայի ախտորոշման համար անոթային վիրաբուժության մեջ այսօր Հայաստանում։ Չէ, իհարկե, Հայաստանը անոթային վիրաբուժության ոլորտում բավական առաջատար դիրքերում է։ Ես անձամբ աշխարհի տարբեր երկրների տարբեր կլինիկաներում եմ փորձի փոխանակմամբ գործունեություն ծավալում, շատ նախանձելի առաջատար դիրքերում ենք եւ ախտորոշման առումով եւ բուժման տակտիկաների առումով ունենք շատ, չասեմ շատ, ունենք որոշ կլինիկաներ կամ բաժանմունքներ, որոնք որդեգրել են արևմտյան ամենազարգացած ուղեցույցերը եւ այդ ուղեցույցերով են աշխատում ու բավականին բարձր արդյունքներ են գրանցում։ Մի քանի բառով էլ խոսենք ախտորոշման մեթոդներից եւ հիմնականում որ ուղղությամբ որն է ավելի ինֆորմատիվ եւ կարեւոր։ Եթե մենք խոսում ենք վարիկոզ հիվանդության մասին, առաջին ախտորոշումը միշտ ես դա եմ ասում, բոլոր հիվանդությունների ժամանակ ախտորոշման համար ամենաառաջինը բժշկի զննումն է։ Բժշկի զննումից հետո ոսկե ստանդարտը դա դուբլեքս հետազոտությունն է վարիկոզ հիվանդության համար։ Ինքը ոչ ինվազիվ, քիչ տրավմատիկ հետազոտության մեթոդ է, հասանելի է ֆինանսապես էժան եւ շատ լավ դուբլեքսի մասնագետներ մենք ունենք հանրապետությունում։ Իսկ կատե անգիոգրաֆիա, MRT անգիոգրաֆիա, սրանք ձեր մասնագիտության շատ հազվադեպ վարիկոզ հիվանդության համար կատե անգիոգրաֆիային ենք անցնում, երակային պաթոլոգիաների։ Չէ, ես ճիշտ ասած երևի թե մտքով արդեն թռչել էի դեպի զարգերակային պաթոլոգիաներ։ Դեպի զարգերակային պաթոլոգիաներ արդեն ամենաինֆորմատիվ մեթոդը դա կատե անգիոգրաֆիան է, բայց միևնույնն է ոսկե ստանդարտը դա դուբլեքս հետազոտությունն է, այսինքն դուբլեքս հետազոտությունը մեզ պետք է կատե անգիոգրաֆիայի ծավալները հուշի, որ մենք հասկանանք, որովհետև կատե անգիոգրաֆիան ինքը իրանով տրավմատիկ միջամտություն է, առաջի հերթին ինքը ինվազիվ եւ այն նյութերը, որոնք օգտագործում ենք անոթները այդպես ասած ներկելու համար, այդքան էլ անվնաս չեն, իրանք կարող են բերել երիկամային անբավարարության կամ կարող են առաջացնել արտահայտված ալերգիաներ մինչև անաֆիլակտիկ շոկ։ Բայց մոռացել էինք, որ խոսում ենք ստորին վերջույթների արյան անգարումներից։ Ես վերջին հարցս տամ ու մնացածը կպատվիրակեմ, խնդրեմ արդեն դուք կզրուցեք։ Այլ ինչ բարդ խնդիրներ կան ստորին վերջույթների արյան շրջանառության։
կապակցությամբ բավականին ցավոտ թեմա է կարծում եմ։ Նայեք, ինքը անոթային վիրաբուժության ոլորտում ես միշտ բոլոր պացիենտների հետ, որ ես զրուցում եմ, վիրաբուժությունը երբեք հիվանդությունը չի բուժում։ Ու ցավոք սրտի մենք ունենք հստակ վիճակագրություններ եւ վարիկոզ հիվանդության ժամանակ ամենաբարձր դիմելիությունը Հայաստանում համեմատաբար եվրոպական երկրների ամենաուշ փուլերում են, երբ որ մենք ունենում ենք հյուսվածքային անդառնալի արդեն փոփոխություններ։ Իսկ զարգերակային խնդիրների ժամանակ նորից ամենաուշ փուլերում են դիմելիությունները, որ երբ մենք արդեն ունենում ենք արդեն գանգրենա։ Ու դա արդեն դժվարացնում է բուժման եւ ծախսերն են մեծ եւ ժամանակատար է լինում եւ այդ հիվանդները բացի իրանց երկարաժամկետ ցավոտ բուժումը իրանք ունենում են լուրջ հոգեբանական խնդիրներ եւ հոգեբանական ճնշվածություն են ունենում։ Դրա համար մենք միշտ խնդրում ենք որոշ կլինիկական դրսևորումներ կան, հենց սկսեցին դիմել անոթային վիրաբույժի։ Շնորհակալություն Բժիշկ Կարոյան։ Այսպեսի մի հետաքրքիր հարց ունեմ ձեզ։ Դերևս տարիներ առաջ, երբ որ գտնվում էի Մոսկվայում կլինիկաներից մեկում փորձի փոխանակման հետ կապված, հականատես եղա, որ այնտեղ առանձին բաժանմունք կար ներկայացված, խոսքս դիաբետիկ ոտնաթաթերի մասին է, որը որ մեր Հայաստանում եւս քիչ չի հանդիպում եւ հիմնականում այո գիտենք, որ անոթային վիրաբույժներն են զբաղվում։ Արդյոք կա այդպիսի բժշկական կենտրոն չասեմ, բայց բաժանմունք կամ եթե չկա, արդյոք կան մոտ ապագայում այդպիսի մտքեր, որ ստեղծվի այդպիսի բաժանմունք, որտեղ ինքս վիրաբույժ լինելով շատ առնչվում եմ նման խնդրի հետ, բնականաբար չեմ զբաղվում այդ խնդրով, ուղարկում եմ այն մասնագետի մոտ, ով գիտեմ, որ զբաղվում է, կոպիտ ասած կտրամադրի այդ երկարատև ժամանական ընթացքը եւ բուժում կարվի։ Եվ ինչու՞ չէ, արդյոք համամիտ չեք, որ կարելի է մտածել այդ ուղղությամբ, որ ստեղծվի այնպիսի մի բաժանմունք կամ այնպիսի մի խումբ, ովքեր հենց կզբաղվեն այդ խնդրով եւ մեր բուժարուններն էլ, որոնք իրոք քիչ չեն, ինձ թվում է դուք էլ կհաստատեք այդ ամենը, որ կզբաղվեն հենց այդ խնդրով, որովհետեւ կոպիտ ասած վիրաբույժներ կան, որ զբաղվում են, անոթային վիրաբույժներ կան, զբաղվում են, կան տրավմատոլոգներ, որոնք զբաղվում են։ Այս խնդիրը կարծես ինչ որ բաց խնդիր լինի։ Իրականում ինքը այդքան էլ բաց խնդիր չի, ամեն մի երկիր իր մոտեցում ունի դիաբետիկ ոտնաթաթի բաժանմունքի առումով։ Նախկին սովետական երկրներում մենք կարող ենք հանդիպենք թարախային վիրաբուժության բաժանմունքներ, բայց արևմտյան երկրներում դրանց մենք չենք կարող հանդիպել։ Յուրաքանչյուր բաժանմունք պետք է ունենա իր թարախային ծառայությունը։ Այսինքն միանշանակ չի, որ դա թարախային վերք է, բոլոր պաթոլոգիաներից կամ այդ վիրահատական թարախային վերքերը մենեջմենտը նույն ձևի պետք է լինի։ Ու դա է ամբողջ խնդիրը, որ ես այդքան էլ կողմ չեմ կոնկրետ թարախային վիրաբուժության բաժանմունք այդ ֆորմատով ստեղծվի։ Իսկ մեր բաժանմունքը օրինակի համար ինքը հենց դիաբետիկ ոտնաթաթի բուժման բաժանմունք է։ Դիաբետիկ ոտնաթաթի այն կոնցեպտը, որը որդեգրել են նախկին ԱՊՀ երկրները, Ռուսաստանը, Բելարուսիան եւ այլն, ես այդքան էլ դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ դիաբետիկ ոտնաթաթը կամ այլ թարախային վերքերը մենք պետք է հասկանանք առաջացման պատճառը։ Իսկ դիաբետիկ ոտնաթաթի բաժանմունք, որպես այդպիսի մեր բաժանմունքը հենց մասնագիտացված դիաբետիկ ոտնաթաթով զբաղվող բաժանմունք է բոլոր ծավալներով։ Թե ինչ պատճառով տրավմատոլոգը ստիպված է լինում դիաբետիկ ոտնաթաթով զբաղվել, թե ինքը ուզում է զբաղվի, թե ստիպված է, եթե ինքը ստիպված է, ես պատասխանատու այստեղից հայտարարում եմ, որ յուրաքանչյուր դիաբետիկ ոտնաթաթով հիվանդ, եթե խնդիր է այդ ծառայության համար, մենք պատրաստ ենք զբաղվել առանց որևէ մեկ սահմանափակումներով։ Բնականաբար որոշ դեպքեր կան, որ դիաբետիկ ոտնաթաթերը լինում են առանց մակրո արյան շրջանառության խանգարումների, միևնույն է այդ դեպքերով էլ մենք զբաղվում ենք։ Դեղորայքային բուժման եւ վիրահատական բուժման այս
ինտեգրացիան ինչպես է մուլտիմոդալ մոտեցումը իրականացվում, էլի, ընդհանրապես ստորին վերջույթների նման խնդիրների ժամանակ, բացի վիրահատական միջամտություններից կամ փոքր ծավալի միջամտություններից, հակաբիոտիկներ եւ այլն, մի փոքր կմանրամասնեք ինչպես է։ Այս ամբիոնից հակաբիոտիկների մասին ես չէի ուզենա խոսալ, որովհետև հենց խոսում ես հիմք են ընդունում ու սկսում են հակաբիոտիկները օգտագործել։ Մինչև դիաբետիկ ոտնաթաթ լինելը, այսինքն մենք վերք ունեն անգամ այդպես կանգրենա փտախտ սկսելը, այդ հիվանդները ունենում են նեյրոպաթիաներ։ Իրանք հաճախ գալիս դիմում են, ասում են դոկտոր ջան, մենք զգում ենք բամբակի քարերի վրա են քայլում, մատները թմրած են եւ այլն։ Այս դեպքերում ոչ մի դեղորայքային բուժում չկա։ Հայաստանում որոշ կենտրոններ, ինչ որ դեղորայքային բուժումներ արվում են, որոնք ուղեցույցային չեն, մեր բաժանմունքում ոչ մի դեղորայքային բուժում չեն արվում։ Պարզապես պետք է սովորի նեյրոպաթիայով տառապող մարդը ուշադիր լինել վերջույթի հիգիենային, ճիշտ կոշիկներ ընտրել, ճիշտ գուլբաներ ընտրել եւ ամեն օր խնամել եղունգները եւ մատները։ Իրանք հիմնականում դիաբետիկ ոտնաթաթ, այսինքն տառապում են դիաբետով, շաքարի ճիշտ թվեր ունենան, իրանց էնդոկրինոլոգի հետ միշտ կապի մեջ լինել։ Երկրորդ դեպքը, երբ որ մենք ունենում ենք ընդմիջվող կաղություն, այդ պացիենտները հետեւյալ են դիմում. դոկտոր ջան, մենք հարթ տարածությունը X տարածություն քայլում ենք, սրունքի հետևի խմբի մկանները բռնվում են, ստիպված կայնում ենք, հետո նորից շարունակում ենք քայլել։ Դա կոչվում է ընդմիջվող կաղություն։ Այդ դեպքերում արդեն մենք հստակ ունենում ենք զարկերակային քրոնիկական անանցանելիություն։ Եթե նախկինում այդ հիվանդները արդեն սրտի կաթված տարած են լինում եւ ստենդավորված, իրանք ուղեցույցային դեղորայքը օգտագործում են։ Դրանք խոլեստերինի դեղորայքն են, ստատինները եւ ասպիրինը։ Ուրիշ ոչ մի դեղ իրանք չեն օգտագործելու կամ գնալու ենք վերականգնողական ռեկոնստրուկտիվ միջամտությունների ստենդավորում կամ շունտավորում, որպեսզի վերականգնենք, բայց այդ հիվանդները ՑՄ, ստատինը եւ ասպիրինը պետք է օգտագործել։ Արդեն անտիբիոտիկները խորացած դեպքերի ժամանակ, եթե երկար ժամանակ վերքեր են ունեցել, որոնք չեն լավանում, դրանք պետք է լինեն միայն բժիշկի ցուցումներով ու բժիշկի նշանակումով։ Եվ նաև վերջին ուղղությունը կարծում եմ, ասացի, որ հարց չեմ տա, բայց չեմ կարողանում։ Ամպուտացիաները երբ է հասնում բանը եւ ինչքանով է սա համարվում վիրաբուժական բուժում, թե սա ճարահատյալ միջամտություն է, սա բուժում չէ։ Կալումը ամպուտացիաների ինչպիսին է։ Ամպուտացիան արվում է այն ժամանակ, երբ որ արդեն վերջույթը անհամատեղելի է մարդու կյանքի հետ։ Ամպուտացիան վերջը չի։ Ամպուտացիան նոր կենսակերպի սկիզբն է։ Բայց բնականաբար անոթային վիրաբույժը երբ գնում է ամպուտացիայի, ինքը պարտված է։ Դրա համար միշտ ես ասում եմ, ամպուտացիան դա անոթային վիրաբույժի պարտությունն է։ Բայց չէ որ կարող է պացիենտը ուղղակի ուշ ֆազայում դիմել։ Ես պաշտպան եմ էլի անոթային վիրաբույժներին մի փոքր։ Որ դեպքում է դա պարտություն, բացի ռետորիկ մոտեցումը։ Օրինակ մեր բաժանմունքում առաջնային դիմաց հիվանդներին, որոնց երկրորդային ամպուտացիաները, որ արդեն որոշ հիվանդներ կան այն դեպքում են դիմում, որ արդեն այմելու բան չկա, արդեն մեր մոտ զարգացած երիկամային անբավարարություն, բարձր կրեատինի թվեր, լուրջ ինտոքսիկացիոն երևույթներ, հեմոգլոբինի ցածր, արդեն անելու բան չկա ամպուտացիա, դա կոչվում է առաջնային ամպուտացիա։ Իսկ երկրորդային ամպուտացիաները չի գերազանցում 3%-ը։ Այ հարցի մյուս կողմն է, որոշ դեպքերում հիվանդները նեղվում են, բա եկանք վիրահատվեցինք, 1 տարի հետո նորից փակվեց, նորից եկանք, այո, դա նորմալ է,
որովհետև մենք չենք բուժում, մենք կամ հիվանդության ընթացքն ենք փոխում, կամ հիվանդության տևողությունն ենք երկարացնում։ Բնականաբար դրա ուշ ինչքան շուտ լինի այնքան լավ, բայց դրա ուշ ու շուտը չկա։ Եթե վերք կա արդեն ու դա է, մենք պետք է հասկանանք, որ ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հստակ ցուցումը, որ մենք հստակ անպայման պետք է միջամտենք, իր ուշ փուլերն են արդեն, հիվանդության ուշ փուլերն են, չլավացող վերք եւ նաեւ հանգստի ցավ, երբ հանգիստ վիճակում ցավում է։ Իսկ ընդմիջվող կահությունը դա կենսակերպի բարելավման նպատակով ինքը հստակ ցուցում չի։ Դա հիվանդի եւ վիրաբույժի ընտրության մեթոդ է։ Այսինքն վերքը գանգրենան դեռ չի նշանակում, որ ամենաուշն է։ Պարզապես բժիշկի հսկողությունից դուրս են լինում։ Իսկ ընդմիջվող կահության ժամանակ, եթե հիվանդները օգտագործում են այդ ստատինները, ասպիրինը, այդ վերքի առաջացման հավանականությունը ավելի քիչ է դառնում։ Շնորհակալություն բժիշկ Կարոյան, եւ իհարկե մեր հերոստաժամանակը մոտենում է իր դրամաբանական ավարտին։ Ինչ ուղերձ ունեք մեր հերոստադիտողներին կապված որ ախտանշանների դեպքում դիմել անոթային վիրաբույժի եւ ինչ պարագայում, ինչ ցուցումների դեպքում։ Եթե մենք առանձնացնում ենք երակային խնդիրները, երբ մեր մոտ սկսում են այտուսներ եւ սրունքի շրջանում անբացատրելի քոր եւ մանր անոթներ, այն ժամանակվանից կարող են դիմել անոթային վիրաբույժի եւ առանձնացնում եմ շատ կարեւոր է մեր սիրելի կանայք, ովքեր մայրանում են, հղիության գոնե 12-րդ շաբաթում նեղություն քաշեն եւ դիմեն անոթային վիրաբույժի։ Իսկ եթե զարգերակային պաթոլոգիաներով տառապող մարդկանց եթե երկար ժամանակ ունենք դիաբետ եւ արդեն սկսել են մեր վերջույթների թմրածության զգացմունք կամ ինչ որ տարածություն քայլելուց վերջույթների ցավեր կամ եթե մենք ունենք վերք, որը արդեն 20 օր եւ ավել չի լավացել, անմիջապես դիմեն անոթային վիրաբույժների։ Բժիշկ Կարոյան, շնորհակալություն բազմաբովանդակ քննարկման համար, դուք ակտիվ մեծածավալ զբաղվածությամբ վիրաբույժ եք։ Շնորհակալություն, որ այդ ժամանակը գտաք այս առողջ առավոտը միասին անցկացնելու համար, որովհետև թվում է թե որ ինֆորմացիոն աղբյուրների պակաս այլևս աշխարհը չունի, հատկապես նորագույն թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, արհեստական բանականություն, OpenAI եւ այլն։ Այնուհանդերձ հայերենով հայալեզու վիրահատարան մտնող դուրս եկող եւ պրակտիկ բժշկի շուրթերից հիվանդության մասին, կանխարգելման, բուժման մասին լսելը կարծում եմ ճոխություն է եւ մի փոքր այնուամենայնիվ տարբերվում է YouTube-ից եւ մնացած այլ արհեստական գեներացված տեղեկատվությունից համաձայն եք։ Կարծում եմ ձեր ստից եմ, չէ՞ խոսում։ Այո։ AI-ի հետ անհամատեղելիություն ունեք, չէ՞, ձեր արյան խումբը AI-ի հետ չի համեմատում, այո, որպես վիրաբույժ մենք միշտ իրար էսպես հարմար առիթով գծում ենք, լավ ընկերությունը տեղափոխվում է առողջ առավոտ։ Սիրում եմ, չէ, նայած որ ոլորտում, նայած որ պարագայում։ Սիրում եմ, չէ, իհարկե։ Թվում է յուրաքանչյուր տեխնոլոգիա, եթե ճիշտ ենք օգտագործում, շատ ինֆորմատիվ է լինում։ Ես շատ հաճախ լինում են տարբեր ուղեցույցներից օգտվող բժիշկներ են լինում եւ պացիենտը ասում է տարբեր բաներ ասեցիք, ասում եմ ամենահեշտ ճանապարհը AI-ին հարցնելն է, կհասկանաք որը ճիշտ է։ Դե բայց ես հիշեցնում եմ, որ անգամ ChatGPT-ը մնացած ներքևում փոքրիկ հուշում կա, որ սա կարող է սխալվել ստուգել տեղեկատվությունը։ Սիրելի հեռուստադիտող, պտտվեցինք ստորին վերջույթների անոթային հիվանդություններից, եկանք նորից արհեստական բանականություն, ինչ արած պետք է փորձենք մաս-մաս մարսել այն իրականությունը, որ մեզ հրամսվում է, սակայն ես եւս մեկ անգամ ուզում եմ արժևորել յուրաքանչյուր բժիշկ մասնագետ, առողջապահության կազմակերպիչ եւ գործընկեր, ով միանում է մեզ այս 20-25 րոպեների ընթացքում եւ ներդրում է սա մեր հայկական առողջապահական տեղեկատվական համակարգի մեջ եւ այդ նույն AI-ը հետագայում կորոնի եւ կգտնի եւ խորհուրդ կտա դիտել այս հաղորդումը, իր գործը այդպես կհեշտանա։
Բժիշկ Կարոյան, շնորհակալություն եւս մեկ անգամ իմ եւ շնորհակալություն Կամիլյանի անունից, սիրելի հեռուստադիտող, իսկ մենք ձեզ մաղթում ենք հերթական առողջ առավոտը, առողջ ցերեկն ու առողջ երեկոն։ Վստահ ենք, որ ձեզնից շատերն արդեն իսկապես սրտաբուխ սպասում են մեր հաջորդ թողարկմանը։ Մենք նույնպես մեծ սիրով այս աշխատանքը անում ենք հատկապես ձեզ համար, ինչու՞ չէ մենք էլ թարմանում ենք եւ լիքը նոր տեղեկատվություն ենք ստանում ու նոր գիտելիքներ ձեռք բերում։ Կհանդիպենք։